Բարև ձեզ հարգելիներս, աստրողեցույցը շարունակվում է եւ շարունակվում է ներկայացնել մոլորակների տրանզիտային դիրքերը ըստ կենդանագերբի նշանների։ Այսօր կխոսենք այն մասին, թե ինչ է բերում Սատուրնի տրանզիտը առաջիկա տարիներին, մինչև 2028 թվականի ապրիլի 13-ը։ Նախ համառոտ վերհիշենք, ինչպես գիտենք, մոլորակները պարզապես երկնային մարմիններ չեն, դրանք էներգիայի հզոր աղբյուրներ են։ Սատուրնը ժամանակի տիրակալն է, շեմի պահապանը, նա սահման է գծում իրականության եւ երևակայության, մատչելի եւ անմատչելիի միջև։ Աստղաբանության մեջ այն խորհրդանշում է սահմանափակումները, զրկանքները, խոչընդոտները, հիշեցնելով այն, որ այս նյութական աշխարհում ամեն ինչ ունի վերջ։ Եթե արևը մեզ էներգիա է տալիս, Սատուրնը վերցնում է այն մեզանից։ Սատուրնը նաև մեր կապն է կարմային, նաև 29.5 ամյա ցիկլի հետ։ Նատալ քարտեզում նա ցույց է տալիս մեր հորը, ինչպես նաև մեր դիրքն ու կարգավիճակը հասարակության մեջ։ Եվ այսպես, ըստ աստղաբանական տրանզիտային կանխատեսումների, Սատուրնը գտնվում է Խոյի նշանում։ Սա առաջին հերթին նշանակում է նոր փուլի սկիզբ, որը հիմք կհանդիսանա 29.5 տարիների համար։ Սատուրնն իր ամբողջական շրջանը կատարում է 29.5 տարում, իսկ մեկ նշանում մնում է 2.5 տարում։ Ինչ կարող է բերել Սատուրնը Խոյում մեր աշխարհին։ Այս նշանում Սատուրնը գտնվում է անկման մեջ, քանի որ Խոյը խորհրդանշում է տաքություն, կրակ, իմպուլսիվություն, մինչդեռ Սատուրնը դրա լիակատար հակապատկերն է, սառը, դանդաղաշարժ ու զսպող։ Երբ այս երկու հակադիր էներգիաները բախվում են, աշխարհում կարող են գլուխ բարձրանալ ներքին ու արտաքին կոնֆլիկտները։ Քաղաքականության մեջ Սատուրնի անկումը Խոյում հաճախ բերում է ուժային դիրքերից հարցերը լուծելու անհաջող փորձերի։ Պետությունների կամ առաջնորդների իմպուլսիվ, չհաշվարկված քայլերը բախվում են իրավական կամ աշխարհաքաղաքական լուրջ պատնեշների։ Սա հին համակարգի փլուզման շրջան է։ Այն ղեկավարները կամ կառույցները, որոնք հենվում են միայն ագրեսիվ ուժի կամ անձնական հավակնությունների վրա, կբախվեն լուրջ դիմադրության։ Կձևավորվեն նոր տիպի առաջնորդներ, աշխարհը կպահանջի այնպիսի լիդերների, ովքեր ոչ միայն բարձրագույն կոչեր կանեն, այլև պատրաստ կլինեն կրել կոնկրետ երկարաժամկետ պատասխանատվություն իրենց յուրաքանչյուր քայլի համար։ Տնտեսության մեջ այս տրանզիտը կարող է դանդաղեցնել նորարարական եւ ստարտափ նախագծերի զարգացումը։ Ֆինանսական շուկաներում արագ հարստանալու կամ կտրուկ ռիսկի դիմելու փորձերը ձախողվելու են։ Քանի որ Խոյը անմիջական կապ ունի ռազմական ոլորտի հետ, Սատուրնը կարող է դանդաղեցնել բացահայտ հակամարտությունները, թույլ չտալով, որ դրանք վերածվեն համաշխարհային պատերազմի։ Փոխարենը այն կարող է ռազմական գործողությունները վերափոխել երկարատև դիրքային պատերազմի կամ ծանր դիվանագիտական պայքարի, ինչպես օրինակ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հակամարտության դեպքում է։ Շատ երկրներ կսկսեն արմատապես փոխել իրենց անվտանգության համակարգերը, շեշտը դնելով ոչ թե քանակի, այլ խիստ կարգապահության եւ նոր տեխնոլոգիաների վրա։ Ուստի կարծում եմ, որ ԱՄՆ-ի եւ Իրանի հակամարտությունը չի վերածվի լայնամասշտաբ ցամաքային պատերազմի, իսկ եթե նույնիսկ վերածվի, ոչ օգուտ ԱՄՆ-ի կլինի։ Եթե հաշվի առնենք Նեպտունին, ով գտնվում է Խոյի նշանում, եւ Նեպտունի Մարսի փոխազդեցությունը, ապա ավելի պարզ է դառնում Հորմուզի նեղուցի հետ կապված խնդիրները։ Սակայն հարգելիներս, այստեղ կա մի բայց, շուտով օգոստոսի 12-ին լինելու է Արևի խավարում եւ որոշակի մոլորակների դիրքեր կփոխվեն Իրանի շուրջ եւ ամեն ինչ կարող է այլ ձևով ընթանալ։ Դրա մասին կխոսենք ավելի ուշ։ Քանի որ Խոյը նորարարության եւ առաջամարտիկների նշան է, Սատուրնի ազդեցությամբ ցանկացած նոր գաղափար կամ տեխնոլոգիական, հատկապես արդյունաբերության, մետալուրգիա, մեքենաշինություն կամ էներգետիկայի ոլորտում պետք է անցնի խիստ փորձությունների միջով։ Կենդանի կմնան եւ կզարգանան միայն այն նախագծերը, որոնք ունեն հստակ պրակտիկ հիմք եւ չեն հենվում միայն դատարկ էնտուզիազմի վրա։ Հարգելիներս, որպեսզի լիարժեք հասկանաք, թե մոլորակների դասավորությունը ինչ է բերում մարդկությանը, ապա հաշվի պետք է առնել նաև մյուս մոլորակների դիրքերը, քանի որ աստղաբանության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, ուստի այս հոլովակը դիտելուց հետո խորհուրդ կտամ լսել նաև մյուս տեսանյութերը Պլուտոնի, Յուպիտերի եւ մյուս մոլորակների տրանզիտների վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ այս տրանզիտը կտևի 2028 թվականի ապրիլի 13-ը, քանի որ Խոյը սիրում է անկախություն եւ ինքնուրույնություն, Սատուրնը կստիպի մարդկանց հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։ Սա լինելու է անհատականության, բացահայտման, ձեռնարկության եւ սեփական գործ սկսելու, բայց միևնույն ժամանակ չափազանց ծանր ու հետեւողական աշխատանքի շրջան։ Պետությունները կարող են փորձել սահմանափակել անհատական
նախաձեռնությունները, ինչը հասարակության մեջ կառաջացնի ներքին բողոքի, մեծ ալիքների։ Ահա այսքանը Սատուրնի տրանզիտի ընդհանուր ազդեցության մասին, իսկ թե ինչ է խոստանում տրանզիտային Սատուրնը հենց Հայաստանին, կխոսենք մեր հաջորդ տեսանյութում։ Եթե այս հոլովակը ձեզ դուր եկավ, ապա հավանեք, բաժանորդագրվեք, կհանդիպենք։